Երևանի ժամանակով զրուցաշարն է Ֆակտոր TV եթերում, բարև ձեզ, մեր զրուցակից այսօր նկարիչ, քանդակագործ Գայ Ղազանչյանն է, ողջույն Գայ։ Ողջույն եմ։ Օրերս բացվեց ձեր ռեզոնանս խորագրով ցուցահանդեսը եւ մենք նստած ենք հենց այստեղ, որտեղ ցուցադրվում է ձեր դիմանկարների շարքը։ Նախ կպատմեք ինչ գաղափար եք դրել։ Գաղափարը միտումը միակ ա եղել, ասենք ուղղակի ուզում էի մեջ կուտակված որոշակի զգացողություններ փոխանցեի մարդկանց։ Դա հիմնական միտումը եղել է ամեն ինչը կազմակերպելու համար։ Այստեղ հատուկ մարդիկ չեն, չէ՞, ինչ որ հատուկ դեմքեր չեն, այլ շատերը նմանացնում են ու ես չեմ էլ հերքում, հա, միգուցե նա հենց ճիշտ է կրահ է, որ այս կամ այն նկարը կոնկրետ էս ինչ մարդ, բայց տենց նպատակ չեմ ունեցել, ես չեմ ուզեցել ուղղակի ինչ որ կոնկրետ դիմանկարներ նկարել, հա, ես ուզում եի զգացողություններ նկարել, իսկ մարդը ինքնին իր ամենահետաքրքիր բանն է, էլի, ըստ իս աշխարհում մարդը ու ինքն է ամենաուժեղ զգացողությունը կարող փոխանցի մարդկանց իր շրջապատող աշխարհին։ Դեռ ես ինքս իմ համար ոգեշնչման աղբյուրներ են մարդիկ։ Ես իրանցից եմ ամենամեծ զգացողությունները ինձ վրա վերցնում, հա, ու ցանկացած առնչություն, ցանկացած հարաբերություն, ինչ որ որոշակի էներգիաներ են, այ մեկը ինչ որ էներգիայի դաշտ է, որը ես կլանում եմ, իմ մեջով անցկացնում եմ ու փորձում եմ տենց տատանումների միջոցով փոխանցել նաև արվեստասեր հասարակությանը։ Գայ, մի առիթով ասել եք, որ նկարիչը պետք է կյանքի անիվի մեջ պտտվի։ Հիմա ուր է ձեզ տանում կյանքի այդ անիվը Հայաստանում։ Կոնկրետ նշանակություն չունի թե որտեղ է տանում, կարևորը որ ինքը շարժման մեջ է, այսինքն ինքը միտեղ կանգնած չի, որ աշխատում ենք, ցուցադրվում ենք, ակտիվ ենք լինում, եթե նույնիսկ գնում ենք Հայաստանից դուրս, վերջը մենք ամենտեղ շեշտում ենք, չէ՞, մենք որտեղից ենք գալի, այդ գնահատվում է շատ, գնահատվում է, չնայած ես ինձ համարում եմ ընդհանուր առմամբ մոլորակի մարդ, հա, չեմ ուզում ինձ սահմանափակեմ, որ ես Հայաստանից եմ ու մենակ հայկական եւ այլն չէ, բայց ես պարտանում եմ էլի մենակ այդ փաստը, որ ես հայ եմ ու ամենտեղ բնականա շեշտում եմ ու հասկանում եմ, որ Հայաստանում էլ հիմա արվեստ որպես այդպեսին կա, հա, չեմ ասում ինչ որ շատ մեծ լայն հասարակության մոտ եմ այդ ամեն ինչ բան բարձրաձայնում, բայց ովքեր որ տենում են, ովքեր որ հարցնում են, ովքեր որ հետաքրքրում են, թե ես որտեղից եմ, որ իմանում են Հայաստանից, իրենք հասկանում են, որ մեր պատմությունը շարունակվում է ամեն դեպքում, հա, մենք այն երկիրը չենք, որ ինչ որ ժամանակին մշակույթ ենք ունեցել, բան հիմա երևի մենակ էտա մնացու վերջ։ Այսօր էլ մարդիկ կան, որոնք որ ստեղծագործում են, ովքեր որ աշխատում են, ովքեր որ փորձում են մշակույթ ինչ որ զարգացնել, ովքեր որ ցույց են տալի վերջը, այլ ոչ թե ուղղակի կոմերցիոն ինչ որ նպատակներով են այդ ամեն ինչը անում։ Ովքեր որ իրապես արվեստ են ուզում ստեղծեն, մնայուն արժեք լինի դա ու չեն ինչ որ ակնկալում հատուկ ինչ որ դրա դիմաց ինչ որ մի բաներ, հա։ Ուղղակի պարզապես անել իրանց համար, որ իրանք մենակ դրանից են ստանում են զգացողությունը բավարարվածության, որ իրանք փորձում են, եթե նույնիսկ չի ստացվում, բայց փորձում են ստեղծել այն ինչ որ կմնա։ Այսօր որ խնդիրներն են ձեր ուշադրության կենտրոնում, որոնք գուցե հետո նկարներում էլ անդրադարձ ունենան, արտացոլվեն։ Խնդիրները շատ են ու երբեք չեն դադարի գոյություն ունենալուց, հա, խնդիրները միշտ եղել են ու միշտ կշարունակեն մնալ, քանի դեռ կա, ասենք, հասարակություն, ինչքան հասարակություն կա, այդքան էլ խնդիրներ կան։ Ամեն մեկի մոտ տարբեր են յուրովի։ Իմ համար օրինակ խնդիրը իհարկե դա շատ է, մեծ խնդիր չի, բայց խնդիրը որ շատերը չգիտեն, որ նկարիչների միությունը որտեղ է։ Հետո բացահայտեցի, որ ազգային պատկերասրահի տեղն էլ նույնիսկ չգիտեն, պատճառաբանելով, որ պետք չի եկել։ Այդ իմ համար խնդիր է։ Հա, բայց կարող ավելի վատ լիներ։ Կարող մատենադարանի տեղը մարդ չիմանա։ Շատերը գիտեն, երբեք չեն մտել։ Ժամանակակից արվեստի թանգարանի տեղը ոչ մեկ չգիտի համարյա թե շատերը այն վաղ 21 թվականին ընդեղ էի ցուցահանդեսանում, ինձ գրում էին, հարցնում էին թե որտեղ է։ Իմ համար դա այտենց մեծ խնդիր էր, որ ես ինձ չէի պատասխանում, որովհետև ինձ պետք չէր, որ գային այդ մարդիկ, ովքեր դրա տեղը չգիտեն։ Դա ում կամ որ կառույցի բաց թողումն է, ըստ ձեզ, դա կրթության հարց է, դա որտեղ ենք թերացել։ Կրթության հարց է բնականաբար, որովհետև պետքա մանկուց ու այդ
պարտադիր ծրագիր պետք է լինի դպրոցներից չեմ ասում հենց համաշխարհային արվեստ ուսումնասիրեն, չէ, գոնե հայկական մշակույթ, հա, ու պարտադիր դարձնեն, որ տանեն այս կամ այն թանգարանը շատ ավելի բարելավվել է, քան ես որ հիշում եմ, որ ես էի սովորում դպրոցներում ընդհանրապես դրա մասին խոսք անգամ չէ։ Հիմա կան ծրագրեր դպրոցական։ Հիմա կան, բայց երևի պետք է դա դե բնական է հարցնում են այն մարդիկ, ովքեր որ իմ տարիքի մարդիկ են, հա, բայց գոնե իրանք թող ինձնիսը կամ ավելի մեծ տարիքով, ովքեր որ չգիտեն այդ ինտերնետով ոնց ճշտեն, հա, հասցեն։ Դե չգիտեմ պատճառաբանելով, որ Երևանից չեն, բան մի ձև հա բայց գոնե իրանք երեխաներին տանեն, հա, մենք չթողեն դպրոցական կրթական համակարգի հետ ամեն ինչ զբաղվի։ Իրանք համար էլ մի հատ օր հատկացնեն, տարի մի անգամ գոնե տեն շրջան իրանք համար բացահայտեն Երևանը, որովհետև Երևանը շատ խորն է, էլի իրականում։ Շատ բացահայտելու հնարքներ կա Երևանը։ Թող օգտվեն, էլի։ Գոնե տարվա մեջ մի օր, որովհետև շատ տեղեր նոր են բացվում։ Կարելի է միշտ Երևանը նորովի բացահայտել։ Գայ հիշում եմ 2020-ին ձեր ականատեսը շարքը, որը իդեպ բառախաղով էր, չէ, խորագիրը, ականատեսը եւ ականներ տեսածը, որտեղ դուք արտացոլել էիք 44-օրյա պատերազմի մեր մասնակիցների տեսածը, այսինքն այդ ցավը, նաեւ անորոշության զգացումն էիք, չէ, այնտեղ դրել։ Դրանից հետո 2 տարի հետո արդեն ավելի լավատեսական էին ձեր կտավները։ Արդյոք սա նշանակում է, որ դուք որպես արվեստագետ, այսպես ավելի հույսով եք լցվում եւ ինչ էմոցիաներ ունեք վերջին տարիներին արդեն։ Իրանց շատ ավելի հեշտ է վիզուալիզացնել, քան դրանց մասին խոսալ, հա, այդ զգացողությունների մասին։ Ես շարքերով եմ աշխատում, ինչ որ մի շարք ավարտելուց հետո ուզում ես ռադիկալ լրիվ ուրիշ բան անես, որ նոր զգացողություններ ինքդ քեզ բարգեւես էլի։ Դու այդ էլ ես դրանով էլ ես մարդկանց հետ կիսվում։ Դու գալիս է որոշ ժամանակ այլ բան ես անում։ Չեմ բացառում ես վաղը լրիվ ոչ տենց կերպարվեստի միջոցով իմ ասելիքը հասցնեմ այլ մեթոդներով։ Այդ անիվն է, էլի, ոնց կգլորվի տենց կգնամ ու բայց միշտ ստեղծագործական process-ի մեջ լինեմ, իմ համար դա կարևոր է։ Ինձ թվում է, որ մեր հասարակությանը, մեր մարդկությանը, մեր արվեստասերը մարդկանց, այսինքն ովքեր որ հետաքրքրվում են կերպարվեստով, իրանց պետք է երբեմն նոր զգացողություններ, հա, ինչ-որ մի որոշ ժամանակ տալ, որովհետև իրանք բնական է օրական ասենք կարա հազարած զգացողություն լինի, բայց մարդը ունի դա պահանջը, հա, գնում է համերգներ, բան, թատրոն, ինչի համար է այդում, որ զգացողություններով իր օրը լցնի, հա, ու կերպարվեստն էլ ինքը պակաս մեթոդ չի, հա, զգացողություններ ունենալու։ Ուզում եմ որ հաճախակի դարձնեն մարդիկ նկարչության, քանդակագործության հետ առնչվելը իրանց մոտ դառնա դա սովորական բան, որ իրանք ճանաչեն թե ժամանակին մեր հայ նկարիչներին, նույնիսկ այսօրվա նկարիչները, որովհետև շատ տաղանդավոր մարդիկ կան, որոնց որ ոչ արդարացված, այսինքն իրանց չեն ճանաչում, էլի, շատ չարդարացված իրանք մնացել են ստվերում։ Ինչն է պատճառը, ըստ ձեզ, որ այդ մարդկանց չեն ճանաչում։ Ժամանակը, հիմա ինֆորմացիայի դար, չէ, մարդիկ հետաքրքրությունները իրանք արդեն իրանք գտնում են, հա։ Նույնիսկ այդ ռիլային դարը, արագ շորտ, արագ ինֆորմացիա ստանալու։ Այդ զգացողությունները մարդիկ շատ արագ իրանց մեջ սպառում են, հա, տեղը լրացնում են ու մեկ էլ տենում են օրը վերջացավ, իրանք սկի չնկատեցին, ոնց ապրեցին հերթական անիմաստ օրը։ Երկրում տեղի ունեցող իրադարձությունները ինչպես են ազդում արվեստի մարդու վրա։ Բոլորի անունից չեմ կարող խոսամ, շատերը կան նկարում են, ոնց նկարել են միշտ, այսինքն ուրախ լինեն, տխուր լինեն եւ այլն, բայց իմ վրա անմիջական անդրադառնում է թե իմ շուրջ բոլորը ինչ տրամադրվածություն կա, ինչ հոգեվիճակներ ունեն մարդիկ,
ինչ զգացողություններ ունեն մարդիկ ու նաև ես։ Իմ զգացողություններն էլ փոխանցվում է իրենցից ինձ ու նույնը հակառակը։ Այսինքն ինչ տրամադրվածություն կա աշխարհում, անմիջապես անդրադառնում է նաև իմ աշխատանքների վրա ակամայից։ Ես տենց տրամադրության նկարիչ եմ, էլի։ Պետք է հասկացողը հասկանա, թե այս կամ այն աշխատանքը ես ստեղծելիս ինչ զգացողություններ եմ ունեցել, որովհետև այդ զգացողություններից ձերբազատվելու համար շատ անգամ ես իրանց ոնց որ փոխանցում եմ կտավում ու ես վստահաբար կարող եմ ասեմ, որ այդ էներգիան որոշակի նաև պահպանվում է ամեն մի աշխատանքի մեջ։ Ու դա է արժեքավոր կերպարվեստի մեջ, որ զգացողությունը, էներգիան պահպանված լինի, հա։ Երբեմն դա նկատելի է, երբեմն նկատելի չի։ Այսինքն շատ նկարներ կան, ուղղակի իրենց ֆունկցիան ինչ-որ տան, պատ զարդարելն է։ Բայց ես չեմ ուզում, որ իմ նկարչությունը ասոցիացիաներ ունենա դրա հետ։ Իմը այլ է ուղղակի։ Մենք տարբեր մասնագետներ ենք։ Ձերը ուղերձ ունի, չէ՞։ Միշտ ուղերձով է։ Ես թողում եմ, որ ամեն մեկը յուրաքանչյուրը իր համար հասկանա, թե ուղերձ կա, թե այլ է, թե ամեն մեկը հենց այդ ռեզոնանս ունենա, տատանումը ունենա հանդիսատեսը, մարդը աշխատանքի հետ։ Եթե դա ստացվում է իր մոտ, ինքը չի ստիպում իրան ինչ-որ զգացողություններ ունենա, այլ ակամայից դա իր մոտ ստացվում է, եթե ինքը ինչ-որ մի բանով լցված գնում է ցուցահանդեսի տեղից, ուրեմն դա աշխատել է, ուրեմն դա ստացվել է այդ մագիան, հասկանում եք։ Երևանում կա ստեղծագործական միջավայր, ընդհանրապես Երևանը այդ առումով ինչպիսի քաղաք է այսօր։ Բնականաբար կա ու հուսամ շատ ավելի շատ կդառնա մեծ։ Շատ ավելի լավ է հիմա, քան 10 տարի առաջ էր։ Այդ վստահաբար կարող եմ ասեմ, այո։ Դրսից էլ կան, չէ՞, ազդեցություններ, շփումներ։ Ինֆորմացիան օգնում է այլ ամեն դեպքում։ Մարդիկ շատ ավելի դե ովքեր որ ի սկզբանե հետաքրքրված են եղել։ Հիմա ես չգիտեմ մեր ակադեմիաներում, թե ուսումնարաններում ավելի լավ է, թե ավելի վատ է, բայց հիմա շատ ավելի շատ մարդիկ հետաքրքրված են ամեն դեպքում։ Այս ցուցահանդեսին շատ ավելի շատ մարդ եկավ, հետաքրքրություն հայտնեց, քան անցածներին, էլի ես համեմատականներ եմ ուղղակի տանում ինքս իմ մեջ հասկանալով, որ հետաքրքրվածությունը մեր երիտասարդ սերնդի մոտ շատ ավելի շատ է, քան ժամանակին էր։ Դուք մի արդյոք ասել եք, որ նկարչի գործերից պետք է Երևան, որ ինքը 21-րդ դարի նկարիչ է եւ վարպետորեն նկարելով որևէ մեկին այսօր չէ զարմացնի։ Այսօրվա մեր ստեղծագործողները, նկարիչները զգում են ժամանակի շունչը եւ դա որքանով է կարեւոր զգալ, թե դու որ ժամանակներում ես ստեղծագործում։ Իմ համար դա կարեւոր է, բայց այդ սուբյեկտիվ կարծիք է, ամեն մեկը տարբեր բան ունի, էլի այդ ամեն ինչի մասին։ Իմ համար կարեւոր է, հա, ես նորմալ եմ համարում ժամանակին, որ վերածնունդի ժամանակ մեծամասամբ բոլորը մի ֆունկցիա են կատարում, պատկերել այս կամ այն պատմական ինչ-որ մարդու, հա, այդ ժամանակները այդ էր։ Այդ կապ ուրիշ ժամանակաշրջան, մի ժամանակաշրջանի մարդկանց դրժեց, էսպրեսիոնիզմ, էքսպրեսիոնիզմ, կուբիզմ, մինիմալիզմ, այդ սաղ ժանրերը ժամանակն է։ Լավը, իրականում լավը, ժամանակի արդյունքում, եթե ինքը չի դադարում իր ակտուալ լինելուց, ինքն է, այսինքն վերջում մնում, ինքն է կայուն իր տեղը գտնում, հա, մշակույթի անսպար աշխատանքների մեջ շատ քչերն են, էլի վերջում ժամանակի փորձը անցնում։ Պետք է ամեն մի ուժեղ աշխատանք արտացոլի նաև այդ ժամանակի շունչը։ Մեր երկրում հիմա բավական բուռն իրադարձություններ են կատարվում, հունիսին խորհրդարանական ընտրություններ են, ատելության խոսքն է սրվել, նոր ծավալներ է ստացել, հանրության մի մասը բևեռացված է։ Սա ազդում է արվեստի մարդու վրա եւ արվեստը կարող է մեղմել այդ լարվածությունը։ Դժվար թե մարդիկ սիրում են այդ ամեն ինչը։
ինչքան է որ զարմանալու է, բայց մարդիկ սիրում են այդ վատը։ Դիտումներից կարելի է հասկանալ։ Նույնիսկ խորհրդարանում, որ ինչ-որ կռիվ դա բան եւ այլն շփրտոցի է լինում, այդ դիտումները հավաքում, չէ։ Այդ մարդիկ ուրեմն սիրում են, մարդիկ ուզում են դա։ Ձեզ կրտուկը, մարդիկ սիրում են, հայոյանք։ Այդ զգացողությունները իրենց բավականություն է տալի։ Դե դա միշտ է եղել, եկեք խոստովանենք։ Նախկինում էլ մարդիկ սիրում էին գնային մահապատիժ նայեին, չէ։ Հա, այդ միշտ է եղել։ Դրա համար դժվար թե ինչ-որ բան փոխվի։ Քանի դեռ այդ զգացողությունները մարդիկ իրենց այդ ամեն ինչը բավականություն է տալի, ես չեմ մեղադրում ոչ մեկին, ուղղակի ֆակտ է, որը որ տենց է։ Նկարչությունը ֆունկցիա չի կատարում ինչ-որ բան մեղմացնի, հա։ Ինքը ուղղակի արտացոլում է նույն զգացողությունները ուղղակի ալտերնատիվ միջոցներով։ Դրա համար մարդիկ այդ զգացողությունների հետևից գալիս են երբեմն շատ անգամներ։ Ապելության խոսքի դեմ պայքարում արվեստը ինչ կարող է անել։ Ոչինչ։ Ինքը այտենց ֆունկցիա չունի, իմը ամենայն դեպս մարդուն փոխել բան ընդհանրապես որևիցե միտում չունի։ Դաստիարակելու համար չի արվեստ։ Արվեստը զգացողություններ փոխանցելու համար, թե զգացողությունները իր վրա ոնց կանդրադառնան, այդ նկարչից արդեն կախված չի։ Բայց կարա ինչ-որ մեկի մոտ ինչ-որ բան փոխվի, կարա դեպի լավը, կարա դեպի վատը։ Բայց զգացողություններ տալը այդ ֆունկցիան պետք է կատարի նկարել։ Մեր հանրությունը ճանաչում է ժամանակակիցներին եւ դա որքանով է կարեւոր։ Մարդիկ տարբեր են, մեկի համար դա կարևոր է, մեկի համար չէ, մարդ կա, որ ֆինանսներ է դնում, ներվ է դնում, ամեն ինչ դնում է ինչ որ ավել ճանաչում ձեռք բերելու համար։ Ես շատ չեմ կարևորում անկեղծ։ Ինձ ճանաչողը ճանաչում է, նոր մարդիկ էլ որ ճանաչում են, շատ ավելի լավ, բայց իմ գերնպատակը չի եղել, որ ինձ ամեն մի երկրորդը ճանաչի, հա։ Ես էլ ուզում եմ այդպես ինչ-որ մի տեղ լինեմ, որտեղ ինձ մարդ չգիտի։ Հասկանում եք։ Դուք Հայաստանից դուրս մի շարք քաղաքներում ցուցահանդեսներ եք ունեցել։ Որքանով է կարևոր, որ նկարիչը գնա, դրսի հետ շփվի եւ այդ փորձը բերի իր երկիր։ Ժամանակ կարողանում ես համեմատական տանես, հա։ Ինչ զգացողություններ ունեցան մարդիկ, ովքեր քո գործը տեսան քո երկրում, քո հայրենակիցները եւ ինչ գնահատական դու ունեցար այլտեղ, հա, լրիվ ուրիշ միջավայրում, հա, որոնք որ առհասարակ ծանոթ չէին քեզ։ Ու շատ տարբեր սարեր, ձորեր են, հա, ու այդ զգացողությունն էլ ես դու ունենում, հա, իհարկե ու experience է, էլի որ պիտի յուրաքանչյուր նկարիչ գոնե մի քանի անգամ անցնի, հա, մի հատ ստեղ Հայաստանում ցուցադրի տանի դուրս, հա, ես ոնց որ նշեցի, ես համարում եմ ինձ բոլոր դեպքերում մոլորակի մարդ, այլ ոչ թե ինչ-որ չեմ ուզում ինձ սահմանափակեմ, ոչ նկարչության մեջ, ոչ կոնկրետ ինչ-որ երկրի մեջ։ Ուղղակի ինձ հետաքրքրում է այդ բանը, թե ինչ հաջողություններ կունենամ, դա այլ հարց է, դրա էլ բնականաբար շատ ոգևորիչ ու ուրախացնում է։ Շատ անգամներ դուրսը շատ ավելի շատ պատրաստական են այդ գործը, հա, վերցնեն իրանց մոտ։ Ու պատրաստ են ամբողջ կյանքը նայել այդ գործին։ Սա Հայաստանում շատ քչեր կա։ Բայց հիմնական գաղափարը դա չի, հիմնական գաղափարը ըստ անժանվույն գնահատվելն է, հա։ Դուրսը շատ անգամ չեն նեղվում ինչ-որ գովասանքի խոսքեր շռայլելուց, հա, իրենք շատ ավելի պատրաստական են դա անել։ Այստեղ մեր հայրենակիցների մեջ էլ շատերը իհարկե մտքի եկածը ասում են, բայց հստակ չեմ կարող այդ պատասխանը տամ, հա, ինչ-որ այնտեղ լրիվ այլ կերպ մոտեցում կա։ Չնայած ժամանակին շատ ավելի շատ էր, ոնց որ ստեղ ժամանակին քիչ էր, հիմա արդեն լավանում է իրավիճակը, հա, դեպի կերպարվեստը։ Եվրոպայում շատ ավելի շատ լավ էր, հիմա այնտեղ է վատանում, որտեվ շատ եվրոպական քաղաքներում արդեն հենց այն եվրոպացիները չկան, էլի, ասում բնիկ տեղացի իրանք։
շատ է խառնվել, դրա համար հստակ չեմ կարող այդ դրա պատասխանը տամ, բայց միշտ ուզում ես ինչ-որ ճանապարհորդելու համար առիթ պետք չի իհարկե, բայց ցուցահանդեսով է լրիվ ուրիշ զգացողություն է, էլի։ Իսկ մենք թանգարան գնալու մշակույթ ունենք, ձևավորվեց տարիների ընթացքում այդ մշակույթը։ Դե ինձ թվում է շատ ավելի շատ, քան մի քանի տարի առաջ ինձ թվում է այդ թանգարանի աշխատակիցները կփաստեն, հա, իրենք որոշակի ստատիստիկա ունեն երևի թե։ Ես հուսամ, որ շատ ավելի շատ է, քան ժամանակին էր ու մենակ գնալով էլ ավելի կշատանա ու կգնան տեղի մեր հայրենակիցները։ Ես շատ հաճախ գնում եմ, հա, շատ եմ ուրախանում, որ արտասահմանից մեր հյուրերը այնտեղ բնական է, իրանք կգնան, բայց ուզենամ մեր հայրենակիցները ոչ թե մենակ մեր երկրի թանգարանները, հա, իրանք առիթը ձեռքներից բաց թողեն գնան եվրոպական թանգարաններ մտնեն ու առնչվեն կերպարվեստի հետ ու թող հավատացած լինեն, որ դա իրանց պետք է իրանց եւ իրանց ժառանգներին։ Թող անպայման գնան տարբեր թանգարաններ իրանց հոգու համար։ Կամ բան։ Ես որքանով գիտեմ, դուք ձեզ ոչ մի իզմի մեջ չեք տեղավորում, չէ՞, իզմերից դուրս եք համարում ձեզ։ Այդ իզմերը ինձ թվում է մնացել են արդեն 20-րդ դարում, հա։ Հիմա ով ինչ ոնց անում է, կարևորը որ երևա, որ ինքը անում է այդ կոնկրետ այս ժամանակահատվածում, հա։ Contemporary art անգլերենով, այսինքն ժամանակակից։ Ու ես ինձ չեմ սահմանափակի կոնկրետ մի ուղղության մեջ։ Կնկարեմ ըստ իմ զգացողության, թե ոնց ուզեմ ու ես կարամ շատ տարբեր անեմ։ Ու եթե ես կարամ, ես երբեմն օգտվում եմ այդ իմ կարողություններից ու ստեղծում եմ այս կամ այն բաները։ Ու հələ շատ բաներ կարամ, բայց հələ չեմ արել։ Դրա համար հետեւաբար ամենասիրած նկար, բան եւ այլն չունեմ, որովհետեւ համարելով որ ամենալավագույնները գալու են դեռ։ Շնորհակալ եմ Գայի զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Իսկ ես հիշեցնեմ, որ Երևանի ժամանակով զրուցաշարներ Ֆակտոր TV եթերում կհանդիպենք։